որ մեկի դուրը թակում ես աղջիկ ուզելու ներքևի աղջիկն ասում են կտրված գյուղ։ Չեմ ուզում պետք է չես գյուղ աղջիկ ջան։ Այս գյուղում չեք բնակվում։ Բնակվում եմ, բայց այդ հետ հաշիվ արեք։ Բախ գյուղում մի հատ խանութ տներ վատ էր։ Մոտի քրիշչես անում հենես խոսքի շուները։ Եվրոպայի ստիլով է տակել։ Սա Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Սևաբերդ գյուղն է, որն այսօր ըստ մարզպետարանի տվյալների ունի ընդամենը 265 բնակիչ։ Գյուղը գտնվում է Գեղամալեռնաշղթայի արևմտյան լանջին, Աբովյան քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևելք։ Բնակչությունը հիմնականում 1915 թվականին արևմտյան Հայաստանից բռնագաղթված հայեր են, Մշո, Էրզրումի, Ալաշկերտի գավառներից։ Գյուղը նախկինում կոչվել է Ղարաղալա, որը նշանակում է Սևաբերդ։ Սևաբերդը վերանվանվել 1948 թվականի հունիսի 21-ին։ Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղը շրջապատված է հյութալի արոտավայրերով, որը նպաստում է անասնապահության զարգացմանը։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Գյուղում գրեթե միշտ լռություն է տիրում, համենայն դեպս իմ ամռան այստեղ հյուրընկալված 5-օրյա հանգստի ընթացքում ես ունեցա այս տպավորությունը։ Դուք ինչ կցանկանաք, որ օրինակ փոխվի կամ ավելանա գյուղում։ Ինչ է ուրա գյուղը ավելանա։ Ինչ կուզեք, որ փոխվի գյուղում, ինչի կարի։ Անը չեմ ուզում պետք է չես գյուղ աղջիկ ջան։ Այս գյուղում չեք բնակվում։ Բնակվում եմ, բայց այդ հետ հաշիվ արեք։ Գյուղից շատ շնորհակալ եմ, քո շնորհակալ եմ։ Ուզում եք հեռանալ։ Հա, անպայման։ Որտեղ։ Որտեղ գնացի, կամ վերև կամ ներքև։ Ես ընդդեմ ես արտական կարգի պատասխան։ Պատասխան։ Ինչ կուզեիք փոխվեր ձեր գյուղում։ Ինչ էլ փոխվի, ինչ էլ անեն անձի, դա կիրը անձի պետք է։ Որ անձի պետք են գալի ինչի սա։ Ձեր կյանքում չկա է այնպիսի մի բան, որ կցանկանայիք ավելանալ կամ փոփոխվեր գյուղի հետ կապված նկատի ունեմ։ Դե ես ինչ ասեմ, ցավ տանեմ, չեմ անում։ Ինչով եք զբաղվում։ Ոչ մի բանով։ Անասուն ունեք։ Ոչ մի բան չունեմ, մենակ ապրող եմ, ոչ մի օգնող չունեմ, ցավ տանեմ։ Ինչ ասեմ, ասա։ Գյուղում խանութ չկա, դժվար չի առանց խանութի։ Հա, խնդրվում եմ սրան, նրան, ինչ որ մի բան պետք կնի, առնեն բերեն կամ չբերեն։ Եթե օրինակ գյուղում խանութ լիներ, ավելի կհեշտացվեր ապրել, այո։ Հետ, բախ գյուղում մի հատ խանութ տներ վատ էր։ Մոտի քրիշչես անում հենես խոսքի շուները։ Շուները շատ են։ Բա ինչ են։ Իսկ խանութներ վաղուց չկան, այո։ Հա, ցավ տանում առնում չես։ Ինչ ասեմ այ բալա է։ Ինչի կարիք ունի գյուղը։ Ձեր Դպրոցը, որ հեսա կփակվի։ 2026 թվին ասում են ինչ-որ պետք է փակվի։ Որտեղ աշակերտ չկա։ 14 աշակերտ են ընդամենը ուսանում։ Իսկ ուր գնան գյուղի երեխաները դպրոցը։ Ինչ-որ զառն են միացնում։ Զառի դպրոցին են միացնում։ Հիմնականում անասնապահությամբ է զբաղվում գյուղը դուք էլ։ Գործարան չկա, այս բան չկա։ Հա, ես էլ եմ։ Քանի անասուն ունեք։ Ես շատ ունեի, մի քիչացրել եմ։ Ջահելները սաղ դուրսն են։ Բավարարում է, այո, եկամ։ Ինչ զբաղվում են գյուղում անասնապահությունը։ Կա թե 130 դրամ է։ Սորական ջուրը նրանից թանկ է։ Խոտը լարշմեք տեխնիկան ինչքան թանկ է, ինչքան կաթը կտես, որ տեխնիկայի հարցերը լուծել։ Բավականին դատարկվել է, այո, գյուղը շատ են գաղթել։ Շատ են գաղթել։ Իմիգվա ջահելություն ան, որ ասում ես համարյա 30 քանի հոգի անամուսնանալ, այլ որ դուս դպրոց լինի։ Այն պետք է ամուսնանան, որ ժառանգներ ունենան։ Ինչն է պատճառը, ըստ չամուսնանալու։ Պատճառը գյուղի խնդիրն է, ում ասում են կտրված գյուղը։ Որ մեկի դուրը թակում ես աղջիկ ուզելու ներքևի աղջիկն ասում են կտրված գյուղ։ Աղջիկները հարց են գալիս ձեր գյուղ։ Հա։ Բայց չեք կարծում, որ դա բավարար պատճառ չի, եթե սիրի կգա։
Դե սիրում են էլ, բայց չեն սիրում, գալիս են գյուղ քնում են, հրաժարվում են։ Սիրելով հանդերձ հրաժարվում է։ Հրաժարվում են, ասում են կտրված գյուղ է։ Ինչ կուզեք փոխվի ձեր գյուղում օրինակ։ Ամեն ինչ։ Օրինակ ինչ։ Շատ է։ Եվրոպայի ստիլով է տակել։ Կնշեք օրինակներ։ Ինչ որ կրթօջախներ ավելանան, խանութներ ավելանան, հա որ Դե խանութները պետք է, բայց գյուղը ու փոքր է։ Խոսքի ասենք չի կարել իրապանը ստանդարտը պաշտպանել։ դուք մի փոքր կպատմեք, կներկայացնեք ձեր գյուղի պատմությունը հակիրճ։ Բայկել ոնց ասեմ։ Դե մեր անցյալները եկեն Տաշկաստանից։ Որ թվականից եք հաստատվել մոտավոր։ Դե ամսայգե, տասայգե, մի 17 թվականին է վաղ ջարտեղել է։ Փախեգել են։ Այն ժամանակ էլ է այսպես դատարկ եղել կարելի ասել, այսքան քիչ։ Չեմ կարող ասեմ, որովհետեւ թուրքական ոնց ասեմ, դուրս են ուշ։ Աստե որ եկել են ստեղ։ Թուրքերը մեր էսկուղը։ Կար, թուրքեր կար, բայց 51 թե 52 թվականին տնացել են։ Համարը ջայլություն։ Իսկ վերադարձողներ չկան։ Ոչ, Այսքան գյուղում պահող ոչինչ չկա։ դե Առաջիկայում ծրագրեր կան զիփլայնի բացման, հա, հետ կապված։ Ինչ է կարծում, դա կարա նախադրյալ լինի, որպեսզի վերադառնան, վերաբնակեցվեն։ Չեմ հավատում ես։ Չեմ հավատում, ու իրոք չեմ էլ հավատում։ Դե գյուղը դադրվում է, տխրություն է, 100%։ Առաջ մեր գյուղի մեջ ինքան մարդ կար, շատ, Վերին Ասյան։ Ավելի աշխուժ էր, այո։ Շատ, հանգիստ մնում եք, իմի գյուղի մեջ պարանում կարում մեր այս ժամեն որ իրար տերում եք, կամ արամ սուտ։ Քանի տարի է այս վիճակն է ըստ ձեզ, որքան Ես կհիշեք։ վերջի տարին եմ։ Մի քանի տարի։ Որս ջայլությունները դուրս եկան, դե մեծերն էլ լրի մահացա։ Սա Սևաբերդի դպրոցն է։ Այստեղ ըստ գյուղացիների տվյալների սովորում են ընդամենը 16 աշակերտ։ Երբեմն լռությունը շատ ավելի խոսուն է հազարավոր բառերի փոխարեն։ Մնում է միայն լսել լռության ձայնը։ Հայաստանի լեռնաշատ այս անկյունում ժամանակի սահմանագծում դեռ կանգուն է Սևաբերդը։ Այստեղ մնացած ընտանիքները պահում են գյուղի հոգին, իսկ դատարկ պատերի մեջ թվում է դեռ արձագանքվում է մարդկանց ձայնը։ Դպրոցը իր ունեցած 14 աշակերտով եւ հույս, որ կյանքն այստեղ չի ավարտվել, իսկ վերադարձը հեռու չէ։